Շնորհակալություն, ուրեմն ես բնականաբար հասկացա, որ բավականին պոզիտիվ դրական քայլեր է կատարվում եւ առաջի հարցս այն է, որ կառավարությանն առընթեր կա օրենսդրության ազգային կենտրոն, գիլոցին, այսպես կոչված, բայց ինչքան ես հասկանում եմ, նա տնտեսական բլոկի հարցերով է բերում։ Ավելի շատ այո։ Հա, ավելի շատ այո, բայց ես կարծեմ կառավարության որոշմամբ թե ինչ ընդունեցինք նաեւ ոնց որ ինչ որ մի բան, որ կատարելագործման համար, հա, հարցստան, որ էլի ինչ որ բան է նախատեսվում, տենց լավ չեմ հիշում, ուղղակի ինձ հետաքրքրեց հետեւյալը նոտարների մասով։ Եթե գիտեք անշարժ գույքի գործակների ժամանակ այսպես կոչված սահմանափակումների մասին միասնական տեղեկանք է նոտարի մոտ գնում, իհարկե որոշ գործարքներ կադաստրը ինքն է անում, ավելի բարձրացված տիպային, Ետ ժամանակին դա 15 օր է եղել այդ, որ այսինքն այդ բանը չբեռնված լինել չլինելու հանգամանքը 15 օր է եղել ուժի մեջ։ Հետո կարծեմ դա երկար ուժի մեջ է։ Հիմա դուք ասացիք, որ էլեկտրոնային շտեմարանից նոտարը կարող է ինքը ստուգի, ասինքն այդ ընթացքում ինչ որ գործարք եղել է, ինչ որ բեռնված է այլ բանով, այսինքն այդ անժամկետայնությունն է այդ սահմանափակումների մասին տեղեկանքի ռիսկեր չի առաջացնում, սա մեկ, ասինքն ինչ լրաց։ Եվ երկրորդը դուք ոնց որ ասացիք, ես այդ պահը ուղղակի կուզենայի ճշտեինք, ասացիք ինչ որ պետական պաշտոնյան ձեռնարկատիրական գործունեության հետ կապված, չէ, ես ուղղակի այդ պահը, ես խնդրում եմ այս երկու բարձաբանումը, հա։ Շատ լավ։ Պարոն Մելքումյան, առաջին հարցը, որ նշեցիք, այդ որ ասում եք ստեղծվեց նոր որոշում, կառավարության որոշմամբ, այո, Արդարադատության նախարարության կից ստեղծվեց օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամ, որի հիմնական գործառույթը սկզբունքորեն համարվելու է սահմանադրությունից բխող հիմնական իրավական ակտերի մշակումը, ընդ որում ուզում եմ ասել, որ այս հիմնադրամի համար ուրեմն ֆինանսավորման հիմնական աղբյուրը եղել են միջազգային մեր գործընկերների կողմից տրամադրված գումարները, պետական բյուջեից որևէ լրացուցիչ ֆինանսավորում ծախս մենք չենք ակնկալել եւ չենք էլ ակնկալելու, սա առաջինը, իսկ գիլյոտինը այո, շարունակում է իր գործառույթները կատարել, իրականացնել եւ տվյալ դեպքում ավելի շատ ուղղված է նրանց լրացուցիչ, այսպես ասենք, բիզնեսի համար լրացուցիչ բեռ կրճատելուն։ Երկրորդ, ինչ վերաբերում է կադաստրի տեղեկանքներին, ես պիտի ասեմ, որ դուք բարձրաձայնում եք այնպիսի հարց, որը ես կարևորում եմ նախ եւ առաջ եւ այս հարցադրումը բազմաթիվ անգամներ ինքս եմ հնչեցրել եւ այժմ էլ հետամուտ եմ այդ հարցի կարգավորմանը, որովհետեւ իրապես կարծում եմ, որ անժամկետ լինելը սկզբունքորեն որոշակի վտանգներ է ստեղծում գույքի հետագա ճակատագրի տնօրինման մասով նոտարի մոտ պատշաճ տեղեկատվության բացակայության հետ կապված, այդպիսի խնդիր կարող է առաջանալ, թեև մյուս կողմից նոտարը հնարավորություն ունի իհարկե մենք այժմ քննարկում ենք այն հնարավորությունը նաև համապատասխան իրավասու մարմինների հետ, որպեսզի այդ էլեկտրոնային կարգով փոխկապակցվածությունը լինի, որովհետև այս շտեմարանները, որոնց մասին ես էի խոսում, խոսքը վերաբերում էր լիազորագրերին, ժառանգական գործերի, կտակների հետ կապված շտեմարանին, բայց ինչի մասին դուք հարցադրումը տալիս եք, խոսքը վերաբերում է կադաստրի, ուրեմն անշարժ գույքի գրանցման մարմնի կողմից այդ տեղեկատվության բազաները բացելուն, կա այդպիսի քննարկումներ, ավելի նախ եւ առաջ քննարկումը ընթանում է նաև ձեր ասած անժամկետությունը բերելու ավելի ժամկետային դաշտ, հստակ, որպեսզի որևէ վտանգ չառաջանա, այո, ռիսկերի նվազեցման հետ կապված, ինչ վերաբերում է երկրորդ հարցադրմանը, ես պարզապես շեշտում էի նոտարի օրենքով առկա ամրագրված կարգավիճակը, մենք ավանդաբար համարում ենք դա այս պահին գործող կարգավորում չէ եւ այս պահին այդ կարգավորման մեջ որևէ փոփոխություն չի էլ արձանագրվում, որ նոտարը սկզբունքորեն հանդես է գալիս որպես երկակի կարգավիճակ ունեցող անձ, մի կողմից Հայաստանի Հանրապետության անունից հանդես է գալիս եւ նրա կողմից հաստատված նոտարական ակտերը ըստ էության արդեն նոր օրենքով եմ խոսում, հա, ապացուցողական ուժ ունեն եւ հանրային հեղինակություն, բայց երկրորդ этаպով էլ հա նոտարը ձեռնարկատիրական գործունեության ռեժիմով է որպես հանդես գալիս, ծառայությունների վճար եւ այլն, ինքն իր աշխատակազմը պահում է եւ պետական բյուջեից որևէ ուրեմն գումար չի ստանում։ Այս մասին էի ասում եւ ասում էի, որ սահմանադրական դատարանը ֆիքսում է, որ պետությունը պիտի սահմանի կառուցակարգեր, որ եթե որևէ անձ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ապա օրենքով պիտի լինեն այն մեխանիզմները, որ այդ անձի պատճառած վնասի համար ամբողջական հատուցում երաշխավորվի։ Պարոն Մելքումյան, արձագանքեք, համեցեք։ Շնորհակալություն, ես նախորդ ասեմ, որ շատ պոզիտիվ քայլեր է դա, ես անպայման կողմ կքվեարկեմ դրան, բայց մի բան, հիմա տեսեք, նոտարական վավերացման գործարքներ շատ
ընդունենք դա ժամկետային բնույթ ա գրում, ինչ որ փոխադարձ պարտավորություններ սուբյեկտների միջև։ Ժամկետները անցնում են, ուրեմն բայց չի լուծարվում։ Ինչի, ասենք այդ մի սուբյեկտը գնացել է Հայաստանից կամ չկա եւ այլն, ու խնդրեմա առաջանում, այսինքն չլուծարված պայմանագրի արկայության պայմաններում նոտարական վավերացմամբ, ուրեմն չի լինում, որպեսզի հետագա գործարկարվի տվյալ, ասենք, չգիտեմ, տարածքի վրա կամ ինչ որ բանի վրա, այն վայրի վրա, որտեղ որ այդ գործունեությունը բիզնես կատարվում է։ Դուք ինչ կարծիք եք, հնարավոր չի դա մենք տանք այդ լիազորությունը, կարծեմ կադաստրի պետական կոմիտեում այդպես բան է պատրաստվում, որ միակողմանի, եթե այդ սուբյեկտը չկա, չգնան դատարան, որտեղ միայն դատարանի որոշմամբ այդ դեպքում այդ լուծարումը լինում։ Պարոն Մելքումյան, ես գուցե ավելի հստակեցնեք թեկուզ ընդմիջման ժամանակ դուք ինչ իրավիճակ եք նկարագրում, որտեղ եթե հնարավոր է առանց ընդհանրապես քաղաքացու որևէ գույքային կամ ոչ գույքային իրավունքներին դիպչելու ապահովել միակողմանիորեն դրա, ասենք, փոխադարձ օրինակ հայտարարության վրա, չգիտեմ, դրա պայմանագրի լուծումը, պիտի քննարկենք։ Հասկանամ կոնկրետ որ իրավիճակն եք նկարագրում, այդ դեպքում որևէ խնդիր չկա, որտեղ այս դեպքում պարզ չէր ինչին էր վերաբերում հարցը։ Վարամ Մկրտչյան։ Շնորհակալություն։ Տիկին Հովհաննիսյան, ձեր վերանշանակումից հետո առաջի անգամ եմ այս